Բավիրգում փոլովին նախևավատ կուզեմ խովին շնորհակալություն հայտնել քրիստոնեական բաժանմունքի Վավիչ Հայր Ստեփանոսին եւ փոխվավիչ Հայրոշինին, որոնք այսօր հրավիրեցին որպես մտամփոխման օր առաջին այդը ցեզի հետ լալու։ Ինչպես Հայր Ստեփանոսը ըսավ մեր այսօրվան նույնն է, ինչպես կրնանք ճիշտ բահեցողություն կատարել։ Հաճախ մեր մտքի մեջ հարցում է, որ իմ կատարած բահեցողությունս ճիշտ է, թե սխալ։ Ամեն մարդ իր ձևով կբահե բահկը, կկատարե իր բահեցողությունը։ Բայց կան բահեցողության բահեր, որոնք անփոփոխ են։ Կան ճշմարտություններ, իրականություններ, քրիստոնեական սկզբունքներ, որոնք անփոփոխ են, որոնց մասին այսօր պիտի ուզեմ ձեզի հետ բաժնեկցել։ Սկսենք Քրիստոսին խոսքով, որ գսե։ Մտիկ եղեք ու լավ հասկացեք։ Պերնեն մտածը չէ, որ կբղձեմ մարդը, այլ ինչ որ դուրս գել է պերնեն, այն է, որ կբղձե մարդը։ Մատթեոսի 15-րդ գլխում 11-րդ համարի մեջ գսե։ Բայց ավակյալները չհասկանալով Հիսուսին հարց կտան եւ գսեն վարդապետ այս ըսածը մեզի ավելի բացատրե։ Հիսուս գխովանա եւ գմեկնափանե իր ըսածը շարունակելով։ Պերնեն ելածը սիրդեն դուրս կուքա եւ անիգա է որ կբղձե մարդը եւ Հիսուս օրինակ կտա չար մտածումները, սպանությունը, շնությունը, բովնուգությունը, քողությունը, սուտ վկայությունը եւ հայոյությունը։ Եվ մենք կրնանք շարքը եւ գավել։ Ինչ որ սիրդեն դուրս կուքա անը որ կբղձե մարդը։ Այսինքն, այնինչ որ ենք մենք, այնինչ որ է մեր մտածումը, չար մտածումով կսկսի Հիսուս, եւ մենք ըստ մեզ գզրգենք միսեն, գզրգենք գաթեն, բանիվեն, բայց մարդոց հանդեպ ունենք չար մտածումներ, ունենք նախանցը, ունենք պամպասանքը, ունենք զրբագությունը, արժեք մը չի ներկայացնել։ Նախ բահեցողությունը ինքնազսպումի շրջան է։ Մենք մեր անձերը պիտի զսպենք, պիտի զսպենք մեր գիրքերը, պիտի զսպենք մեր չար մտածումները, եւ չար մտածումները գուքան, եւ բարի մտածումներ չունենք։ Չար մտածումներ գուքան, եւ կամած Հիսուսեն բարի վարդապետեն հեվացած է։ Բաթանները, թևները բացած ենք չավին հանդեպ եւ ըսած ենք, չավին դիմաց եւ ըսած ենք, հեվա մե ներսնի։ Այն ադեն է, որ մենք գսկսենք ունենալ չար մտածումները։ Չար մտածումներ երբեմն մեր անձերուն հանդեպ։ Այն անձը, որ իր անձը չի սիրել, չի գտնալ ուրիշը սիրել։ Որն է մեծակույն բատվիրանը, վարդապետ, սիրե ընկերդ քու անձիդ պես, որքան գսիրես քու անձդ, նույնքան սիրե ընկերդ։ Հիսուս չար կիլեր, որ մենք չսիրենք մեր անձերը, պայման գտնենք, որ մեր ընկերները, ծանոթները, թվացիները, բարեկամները սիրել մեր անձին պես, որովհետև այն անձը, որ իր անձին հետ նախ չէ հաշտված, իր անձը նախ չի սիրել, չի գտնալ ուրիշին հետ հաշտ առապելություն ունենալ, չի գտնալ ուրիշը սիրել։ Բահեցողության շրջանը Հիսուսը սիրել եւ Հիսուսին պատկերով ստեղծված մարդը սիրելու շրջան է։ Բարի մտածում ունենալ մարդոց հանդեպ եւ ոչ չար մտածում։ Հիսուս նաեւ գսե սպանություն եւ քողություն։ Այսօր մենք կնանք ասել ոչ կսպաննեմ եւ ոչ կկորնամ։ Գսպաննենք եւ կկորնանք։ Գսպաննենք մարդոց մեջ սերը շատ անգամ։ Գսպաննենք մարդոց մեջ հավատքը։
գսպաննենք իրենց մեջ եղող անմեղ մարդ, գսպաննենք իրենց մեջ ունեցած հույսը, շատ անգամ գկորնանք իրենց ունեցած ճշմարտախոսությունը և գսպաննենք իրենց մեջ իրենց ունեցած հույսը։ Սպանություն չի նշանակել ուրիշ մարդումը կյանքի վերջ դնել միայն։ Կորնալ չի նշանակել ուրիշին ստացված կկորնալ միայն։ Մենք շատ անգամ մարդոց մեջ են արժեքներ կսպաննենք, արժեքներ կկորնանք, մարդոց վստահությունը կկորնանք։ Ուստի Հիսուս կսե, ինչ որ ձեր սրդեն դուրս գելլե, ձեր անձեն դուրս գելլե, մեր սիրտը, զգացումը, հոգին, ամբողջը, մեր մտքին, մեր ուղեղի մեջ է։ Եթե մենք չենք կրնար, մենք մեզ թաստ արագել, զսպել, չենք կրնար ճիշտ պահեցողություն կատարել։ Լավ, եթե այս կամ կարևոր է Հիսուսին ըսած պահեցողությունը, ինչու ուտելիքի բառ։ Ուտելիքի բառը սիրելիներ նպատակ չէ։ Կարևոր է, պետք է, բայց նպատակ չէ։ Միջոց է։ Հիշեցում է։ Հիշեցնելու համար, որ դու պահեցողության մեջ ես։ Անիկա զրկանք չէ միայն եւ ոչ ալ բադիժ է, այլ ինքնազսպում է։ Մենք մեզ պետք է մեր սիրած բաներեն զսպենք, որպեսզի հիշենք, որ մենք պահեցողության մեջ ենք։ Որովհետև երբ մամինը դգավանա, հոն կամաց կսկսի հոգին զովանալ։ Մենք մեր մամինը պիտի դգավացնենք շատ անգամ այն բաներեն, որոնք մենք կսիրենք։ Զսպել մեր անձերը այն բաներեն, որ մեր նախասիրություններն են, և ժամանակ տալ գեթոնանանք այն արժեքներուն, որ Աստվածաշունչը մեզ սովեցնե։ Ուդել կամ չուդել մեր միակ գեթոնացումը բեք չէ ըլլա, այլ ինչ ընելը և ինչ չնելը, այլ խոսքով որպես քրիստոնյա մարդ, Քրիստոսին անձնատուղթը, անձնակիրը գվող մարդ, ես ինչ պետք է ընեմ և ինչ պետք չէ ընեմ։ Մենք ընդհանրապես մեծ պահոց ընթացքին մեր միակ գեթոնացումը գլա այս բանը ուտել, այս բանը չուտել, նայել մեջը գատ կա, թե չգա։ Հատիկա պիտի չլա մեր գեթոնացումը։ Մեր գեթոնացումը պիտի լա ինչ ընել, ինչպես ապրել, ինչ չնել և ինչպես չապրել։ Ես որպես հոգևորական, դուք որպես հավատացյալ, Քրիստոսի պատվիրաններուն համաձայն կապրենք, Մատթեոսի 5-րդ, 6-րդ և 7-րդ գլուխներում մեջ գուտալ Լևան քարոզը, որ մարդուն դիսցիպլինի մեջ կտնենք, մենք այդ բոլորը կապրենք, մենք այդ բոլոր ուղղության մեջ ենք, այս է պահեցողությունը, ճիշտ ճամփու մեջ մտնել։ Ինչ է մեր առաջին քայլը պահեցողության ընթացքին։ Աստուծո մասին գիտնալ է անտին, զաստված ճանչնալ, ծանոթանալ, բարեկամանալ և մտերմանալ։ 4 բաներ։ Ճանչնալ, ծանոթանալ, բարեկամանալ, մտերմանալ։ Իվամե դա բաներ են։ Մենք կրնանք անցիմը ծանոթանալը և կամաց կսկսենք ճանչնալ, ետ կսկսենք բարեկամանալ, ընկերանալ, ետ կսկսենք մտերմանալ։ Մենք պետք է Հիսուսին հետ մտերմանալ։ Բայց մտերմանալու համար նախ պետք է ճանչնանք։ Ես պիտի չուզեմ միայն ավետարաններու խոսքերու մասին ցեզի խոսիլ։ Ավետարանին խոսքերը Հիսուսին խոսքերն են, բայց եթե նախ հեղինակը չեմ ճանչնալ, ինչպես անով խոսքերը պիտի պահեմ և պիտի ապրեմ։ Եթե ես միայն հեղինակին մասին գիտեմ, ինչպես պիտի գտնամ իմ խոսքերը իմ կյանքիս մեջ կյանքի վերածել։ Մենք Հիսուսին մասին միայն պիտի չգիտնանք,
Գիրքեր գավթալով, ուսումնասիրություններ կատարելով, մենք կգնանք Հիսուսին Աստծո մասին շատ բաներ գիտնալ։ Բայց մենք Հիսուսը պիտի գիտնանք։ Ով է Հիսուս։ Հիսուսը պիտի ճանչնանք։ Ով է այս Աստվածամարդը, որ եւ գինքեն եւ գիվիչավ, որ այնքան սիրեց մարդը, որ նույնիսկ իր միածին որդին տվավ, ով է այս Աստվածը, պիտի ճանչնամ զինք։ Ինչու կսիրես զիս եւ ինչու պիտի սիրեմ իրեն։ Մենք չենք գնալ սիրել անցը գադավել աբես եւ չենք ճանչնալ զինք։ Մենք չենք գնալ վստահիլ անցիմը եւ չենք ճանչնալ զինք։ Ուրեմն Աստծո վստահելու համար նախ պիտի ճանչնանք։ Եվ առաջին բանը եւ կարևորագույնը, որ պիտի ճանչնանք, թե ով է Հիսուս, Հիսուս փրկիչ է։ Հիսուս փրկող է։ Եվ բահեցողության շրջանը փրկության շրջան է։ Հիսուս պատրաստ է մեզ յուրաքանչյուրը փրկել մեր գործած բոլոր մեղքերեն, սխալներեն ու հանցանքներեն։ Այն ադեն, երբ կգիտակցենք ու կգանձաթարնանք, որ մենք մեղավոր ենք, մենք հանցավոր ենք, չկա այս աշխարհի մեջ գադավյալ մարդ։ Մենք գադավյալ ենք ասելով չէ, որ Հիսուս մեզ գնդրե, ոչ, Հիսուս մեզ գնդրե, որպեսզի իմով գադավյալ դառնանք, գծկտինք գադավելության։ Չկա մեզ մեկը, որ անմեղ է, ըլլահ հոգևորական, թե աշխարհական։ Գադավյալ մարդ չկա, անմեղ մարդ չկա, սխալ չկործող մարդ չկա։ Բոլորս սխալի մեջ գինանք, բոլորս կսայտակենք, շատ անգամ մենք ավելի քան դուք։ Բայց պիտի ճանչնանք, որ Հիսուս պատրաստ է, որովհետև Աստված սեր է, մարդը փրկելու բոլոր այն մեղքերեն։ Մեր կյանքի ընթացքին գլան այնքան ծանր սխալներ մեղքեր, որ մեր ուսերուն այնքան ծանր նստած գլան, որ միայն այդ մեղքի մասին կմտածենք։ Աստված պիտի ներե այս մեղքս։ Փոխանակ միայն այդ մեղքի մասին մտածենք, որ Աստված ողորմած է։ Մտածենք, որ Աստված սեր է։ Մտածենք, որ Հիսուս երկինքեն եւ գիվիչավ անոր համար, Աստծո համար, չկա այնքան մեծ մեղք, որ իր սերը չգրնար ներել։ Եթե գիտակցենք եւ անդադարնանք։ Գիտակցիլ եւ անդադարնալ կնշանակե մեղքի մեջ չմնալ եւ մեղքը սիրելով չգործել։ Ուրեմն այս բահեցողության շրջանը անդադարնալու շրջան է, որ Հիսուս փրկիչ է։ Գտնա մեզ յուրաքանչյուրը փրկել մեր մեղքերեն։ Մտածենք ինչ մեղքեր գործածենք, մտածենք ինչ հանցանքներ կատարած սխալներ գործածենք, բայց մեր գետոնացումը թող լա խաչյալ Հիսուսին։ Մեր գետոնացումը թող լա իր թափած ավյանը, որ այդ ավինը գտնա մաքրել մեր գործած ամենեն մեծ մեղքերից։ Աստված հրեաները գփրկեր եգիպտացիներեն, բայց անոնք կվերադառնային իրենց հին ավելագեբին, որովհետև Աստված որպես միակ փրկիչ չէին ճանչնար։ Բահեցողության ընթացքին մենք կսկսենք խոստումներ տալ, այս ինչ բանը անգամ մնալ պիտի չնեն, այս սխալեն, այս մեղքեն, այս չավիքեն, այս չար մտածումներեն, պամպասանքեն, հայրութենեն, կողութենեն, այս ինչեն, այն ինչեն պիտի հևանամ, բայց ադիգա միայն չամփոփվի 40-նովյա բահեցողության մեջ, այլ անտին։ 40-նովյա բահեցողության շրջանը պատրաստություն է մարդուն 40-նովյա բահեցողութենեն ետ որպես նոր մարդ, Քրիստոսով մարդացած նոր մարդ դառնալ։
Կավասնովյա բահեցողության շրջանին մենք կդաշվենք, կգոպվենք, կշիմվենք Քրիստոսով, կավասնովյա բահեցողութենեն ետք այն հույսով, որ պիտի մնանք այն, ինչ որ եղանք կավասնովյա բահեցողության ընթացքին։ Եվ հոս գուզեմ ելից կիրքեն 16-րդ գլուխեն գարթալ, թե Իսրայելացի ժողովուրդը ինչ ըրավ, երբ Աստված զիրենք գազադեր Եգիպտացիներու իշխանութենեն։ Իսրայելի որդիները անաբադի մեջ Մովսեսին ու Ահարոնին թեմ դրդունչ ըրին։ Իսրայելին որդիները ըսին անոնց, եւ անի թե դիվոտ ծերքով մեված ըլլայինք Եգիպտոսի մեջ, երբ միսի գացաներուն քովը նստած էինք ու գուշտ հաց կուտեինք, կանզի մեզ այս անաբադը հանեցիք, որ բոլոր այս ժողովուրդը անօթութենեն մեծուցիք։ Աստված Մովսեսին ջամփով գփորձել հրյաները ազատել, փրկել, որպես փրկիչ եգիպտացիներեն, եւ անոնք կդրդնչային ըսելով մեզ հոսպերի մերցնելու համար, ինչ լավ է, որ նստած էինք միսով գացային քով եւ գուշտ էինք եգիպտացիներուն դիվաբերության տակ։ Մինչ Աստված մանանան պիտի դեղացներ եւ պիտի ճաշակեին ու գշտանային։ Ինչ է այդ մանանան։ Այդ մանանան Հիսուսն է։ Հիսուսի մարմինն է։ Այդ մանանան, որ գևան, անոնք սկսան մտածել, որ ինչ է ասիկա, որ իրենց կյանքին մեջ չեն գևած։ Բայց ուդել է ետք, դարձյալ սկսան վերաթարնալ իրենց հին կյանքին, արցան ներշինեցին եւ սկսան բաշտել։ Հարցումը հետևյալն է. այսօր նույն մանանան ունենք մենք բոլորս, որ եւ գինքեն եւ գիվիչավ մեզ մևականչուին համար, Հիսուս Քրիստոսը, եւ եթե գուզեք սուրբ հաղորդությունը, ամեն գիվագի մենք սուրբ հաղորդություն կստանանք, ամեն գիվագի Քրիստոսի հետ հաղորդակցության մեջ կմտնենք, ամեն գիվագի եւ գինքն ու եւ գիվը կմիանան, Հիսուսը կճաշակենք, բայց դարձյալ կվերաթարնանք մեր հին ապրելակերպին, մեր շինած արձաններուն, եւ արձաններ գսենք, այսօր շատ արձաններ մենք կառուցած ենք եւ կբաշտենք, անոնց մեյեն փառքը, թիվքը, բադիվը, թևամը, նույնիսկ շատ անգամ մեր փերացայինները։ Այն ինչին, որ մենք Աստծուծմե ավելի գսիրենք եւ Աստծուծմե ավելի ժամանակ կուտանք եւ գտավնանք անոն մոլին, ինքնաբերաբար ադիգա գտավնա մեր արձան։ Բահմը, որ մենք այդ մանանան Հիսուս Քրիստոսը ճաշակենք, Հիսուսը մեր մեջ եւ մենք Հիսուսի մեջ ըլլանք, այլևս ուրիշ գևագուրներ, ուրիշ հացեր պիտի չփնտրենք, աշխարհիկ ժամանակավոր հացեր պիտի չփնտրենք։ Մենք շատ անգամ գմովնանք, որ Հիսուսը սև Աստվածը եւ գինքեն եւ գիվիչավ մեզի համար, Կողկոտայի ջամփեն կալեց, ավյուն թափեց, խաչ բացրացավ, ձավվեցավ, մեր բոլոր մեղքերը իր խաչով միասին շալգեց իր ուսևուն վրան, որովհետև սիրեց մարդը։ Գմովնանք հարությունը, գմովնանք հավիտենական դված կյանքը, գմովնանք, որ դարձյալ թվախտին թուրը բացավ մեր առջև, եւ բզդիկ նեղության մտիմաց, երբ գտնվինք, կսկսենք դրդնչալ հրյա ժողովրդին պես, մեզ մերցնելու համար եկար, գմովնանք, որ ինքը իր կյանքը դվավ մեր փոխարեն,
Գմովնանք, որ ինքը իր ավինը թափեց մեր փոխարեն։ Գմովնանք, որ ինքը այնքան սև է, որ չուզեց թվախտեն, արքայութենեն, դուրս մնանք, Աստուծո եվանական ու հավիտենական ներկայութենեն զրկվինք։ Դարձյալ բացավ դռները մեր առջև։ Այդ բոլորը մոռանալով կվերադառնանք մեր հին կյանքին։ Բայց բահեցողության շրջանը սիրելիներ, Աստուծո սիրույն մասին մտածելու շրջան է։ Վստահ եղեք ու գիտեք։ Հիսուսին ըսած խոսքին համաձայն, մտիկ ըվեք ու լավ հասկացեք, որ ձեզ չի սիրել մեկը այնքան, որքան Հիսուս։ Այսօր շատ մարդիկ կնան մեզի խոսանալ, որ իրենց կյանքը մեզի համար գուտան, բայց իրականության առջև գացությունը դարբեր գլա։ Հիսուս չխոսեցավ, բայց գործեց։ Հիսուս իր կյանքը եղավ։ Հիսուս եղավ մեղավորին հետ։ Հիսուս եղավ դնազուրգին հետ, աղքատին հետ։ Հիսուս այսօր մեզի հետ է։ Մենք առանցին չենք։ Աստված սեր է։ Մի վերադառնաք ձեր հին անձևուն, ուր Հիսուսը չկա։ Եղեք Քրիստոսով նոր մարդ։ Ջանցեք Հիսուսը։ Ջանցեք, որ անիգա ձեր փրկիչն է։ Ջանցեք, որ անիգա ձեր սիրողն է։ Ջանցեք, որ ինքն է ձեր հույսը, ինքն է ձեր հովիվը, ուստի որևէ մեկ բանի գավոտ պիտի չմնաք։ Ջանցեք, որ ձեզ մեզ բոլորիս համար և բոլորիս փոխարեն խաչ բացած։ Այս է Աստված։ Ըսեք, որ գվոնքին մեջ, որ մարգավեն իր ժողովրդին համար խաչ բացածավ ու կյանքը տվավ։ Չկա։ Միայն սև Հիսուսը։ Սիրելիներ, գուզեմ նաև որպես վերջին գայավան առնել հետևյալ հարցումը. ինչպես կգնանք դիվոջ դիմաց համարձակությամբ գանքնի։ Վավակույրը փակ է, Քրիստոսի ներկայութենեն զրկված ենք, բայց այս վավակույրը պիտի բացվի, երբ բացվի, պիտի կգնանք համարձակությամբ իր առջև գանքնիլ և ասել. ես խոսեմ քու զավակդ, թե ևս պիտի չունենանք իր աչքերուն նայել։ Եղեք կարևոր կետեր։ Առաջին, գուզեմ Հիսուսին խոսքերով կալել։ Եվանի հոգիով աղքատներուն, որովհետև անոնց է երկինքի առկայությունը։ Հիսուս Եվանի գուտա հոգիով աղքատներուն, պետք է մեր հոգին աղքատ ըլլա, որ Հիսուս Եվանի դա։ Սկսենք մեր հոգին աղքատացնել, որ Հիսուս մեզ Եվանի դա։ Եվանի եբրայերենով աշատ բառն է, որ կնշանակե հավաչընթաց, հավաչանալ, հավոն, դեպի առջև է։ Եվանի հոգիով աղքատներուն, այսինքն Եվանի անոնց, որոնք որքան Աստուծո կմոտենան, տակավին կգիտակցին, որ իրենց հոգին Աստուծմով աղքատ է։ Եթե ես այսօր 10 վայրկյան Հիսուսին հետ խոսեցա, ինչ իմ մտահոգություններս իրեն խոսեցա, բաբվեցա, բայց անորմով միայն պիտի չկոհանամ։ Ես որքան Հիսուսին մոտենամ, որքան Հիսուսին խոսքին ավետարանին մոտենամ, պիտի գիտակցիմ ու անդադարնամ դակավին հոգիով աղքատ եմ, ավելի պետք ունիմ դիվոջ խոսքին, որ լսեմ իր պատվերները և ավելի պետք ունիմ իր հետ խոսելու, որպեսզի հայտնեմ իմ սերս իրեն։ Չկա անձը, որ գսիրե ուրիշ անձը, բայց չի խոսիր անոր հետ։ Եթե մենք չենք խոսիր Հիսուսին հետ, կնշանակե հոն հարցման նշան մգա։
Բահեցողության շրջանը Հիսուսին հետ խոսելու շրջան է։ Եվ անի հոգիով աղքատնևուն։ Անդադարնանք, որ մեր հոգին դակավին Աստծուով չէ հավստացած այնքան, որ պետք է հավստանա։ Մենք կծկտինք կադավելության։ Ուրեմն անդադարնանք, որ մեր հոգիները դակավին աղքատ են Հիսուսով։ Եկ կոթևանին գուդա ասելով եւ անի սկավովնևուն որովհետեւ անոնք Աստծուց մե գդի միխտավին Աստված ճուզե որ մեր ավովյան լաց ու գոծով անցնենք հոստերի Հիսուսի դված եւ անին այն է որ անդադարնանք ու կիդակցինք մեր գադարած մեղքերով Սուկ բահենք այդ մեղքերուն համար, որ բահեցողության շրջանն է։ Սեկանք, արցունք տապենք այդ մեղքերուն համար։ Սիրելիներ, թանկագիններ, երբ դուք ձեր սիրած անձը նեղացնեք եւ ադիգա ցեզի համար սրդի հադոր մնե եւ գիտակցիք, որ դուք ցավծուցիկ, վիրավորեցիք զինք, գուհուզվիք Շատ անգամ արցունք կտապեք, որովհետև կանդադարնաք, որ դուք ձեր սիրած անձը վիրավորեցիք։ Մենք մեղք գործելով, սխալ գործելով, նույնիսկ եթե մարդուց դեմ մեղք կգործենք, ատկե առաջ մարդուն դեմ մեղք կգործենք, որովհետև այդ մարդու մեջ Աստծո պատկեր եւ նմանությունը կա։ Պիտի սկանք, պիտի արցունք տապենք, որ նեղացուցինք այն մարդը, որ մեջ Հիսուսը կա։ Վերադառնանք Հիսուսին։ Երբ վերադառնանք Հիսուսին, այն ադեն պիտի հասկանանք, թե ինչ կնշանակե սիրել մարդ։ Վերադառնանք Հիսուսին։ Երբ վերադառնանք Հիսուսին, այն ադեն պիտի հասկանանք, թե ինչ կնշանակե նվել մարդը։ Վերադառնանք Հիսուսին։ Երբ վերադառնանք Հիսուսին, միայն այն ադեն պիտի հասկանանք, թե ինչ կնշանակե մարդուն անգամ մնալ արիքտան։ Ցեզ մե անմեղը թող ինքն է առաջին քարը։ Չգա անմեղ։ Ուրեմն բոլորս ներվելու արժանի ենք։ Երրորդ եւ վերջին։ Գուկա հարուստ մարդը Հիսուսի մոտ եւ գսե։ Վարդապետ, ինչպես կնամ եւ գինքի արկայությունը ժառանգել եւ հոնգսե Փարի վարդապետ։ Հիսուս կպատասխանե. Ինչու Փարի մասին գարցնես ինձի։ Փարին մեկ է, միայն Աստված Փարի է։ Եթե գուզես հավիտենական կյանքը մտնել, բադվիրանները բահել։ Անիգա հարցուց, որ բադվիրանները, Հիսուսը սավ, հետևյալները, մի սպաններ, մի շնար, մի կորնար, սուտ վգայություն մի դար, բադվե հայրդ ու մայրդ և սիրե ընգերդ կու անցիպպես։ Եվ դասատեսավ այդ փոլովը բադանագությունես ի վեր բահած եմ, դեր ինչ կբաքսի ինձի, Հիսուս պատասխանեց, եթե գուզես կադավյալ ըլլալ, կնա, ինչ որ ունիս ձախե և աղկատներուն դուր, այդ բիսով և ինքի մեջ կանց պիտ ունենաս և հետո հետև է ինձ։ Եվ հոն և դասատը գսավ սապի, վազգանցնի, գշարնագե իր կյանք։ Հիսուս գսե կնա ամեն ինչ ձախե և ինձի հետևի։ Հիսուս չուզ է, որ մենք մուրացկան ըլլանք։ Հիսուս չուզ է, որ մենք աղկարանանք։ Հիսուսին ուզածը այդ չէ։ Հոս Հիսուսին ըսածը և ուզածը ուրիշ բան է։ Կապվածությունըտ ինձի թող ըլլա։ Աշխարհին թող չի ըլլա կապվածությունըտ։ Աշխարհի հարստություններուն թող չի ըլլա կապվածությունըտ։ Աշխարհի փառքերուն, բադիվներուն թող չըլլա կապվածությունըտ, որոնք ժամանակավոր են։
ինձի գապվիր, ինձի պատկանիր, դուն իմս ես և ես քուգդ, հետևե ինձի, այդ բոլորը ընելետ ետ, ձախելետ ետ, հետևե ինձի, դժվար է Հիսուսին հետևելը, թվին չէ, բայց անգամ որ որոշումը առնենք, Աստված պիտի դա մեզ այդ կամքը, Սուրբ Հոգին ինք պիտի առաջնորդե մեր քայլերը, ինք պիտի լա մեր ուղեգիծը, ինք պիտի բռնե մեր ձեռքերն ու քալե մեզի հետ, ձախե ամեն ինչ, ձախե ինչ որ քեզի այս աշխարհին կգաբե, ձախե այն բոլոր բաները որ կգարձես հետը տակարի մեջ պիտի մտցնես, ձախե բոլոր այն բաները որ կգարձես հետը հողի մեջ պիտի տաղես, ոչ մեկ բան հետը պիտի դանիս, հետը պիտի դանիս միայն այն ինչ որ բավիկ գործերես, պիտի դանիս այն որքան սիրած ես, պիտի դանիս այն որքան նեղած ես, պիտի դանիս թե ինչպես ապրած ես։ Վերջապես սիրելիներ, գուզեմ պատմությամբ ավարտել։ Ոմը անցմը գերտա և գիմը և գուզե այցելել գևեզմանադունը այդ երկրին։ Եվ գտեսնե օրինակ անցմը ծնած է 1940-ին և մեռած է 1980-ին, որ գնե 40 տարի, բայց գրված է երկու օր։ Մույսը արված է 60 տարի, բայց գրված է 1 ժամ։ Այս մարդը կհարցնե և գսե, ինչ ասի, ինչպես կրնաս բացատրել մեզի։ Գսե, այո, իր կյանքը 40 տարի է, 80 տարի է, 100 տարի է, բայց որպես մարդ արված է միայն երկու ժամ, կամ 1 ժամ, կամ 10 օր։ Այսօր կփոխենք թափցումը, որպես քրիստոնյա մարդ, որքան ապրված ենք, կամ որքան պիտի ապրի։ Որպես Հիսուսը սիրող ու ճանաչող և ապաշխարող մարդ, որքան ապրված ենք։ Դավիթը թիվը ոչ մեկ բան կնշանակե, եթե չենք ապրի որպես մարդ, որպես քրիստոնյա մարդ։ Քիչ առաջի մենք Քրիստոսի անձնաթուղթը, անձնակիրը գրող մարդիկն ենք։ Մենք բոլորս կուզենք լավ երկիրներ ու պասպորտներ ունենալ, բայց մենք ունենք այն պասպորտը, որ մեզի կառաջնորդի դեպի երկինքի առկայություն, որն է Տիրոջ խոսքը։ Ամեն օր գարտանք Տիրոջ խոսքը, որովհետև երբ Աստվածաշունչ գարտանք, Աստված կխոսի մեզի հետ և գսե ինչ կուզե մեզ մե, և երբ մենք կարողենք, մենք Աստծուց հետ խոսած կլանք և գսենք, թե ինչ կուզենք մենք իմը։ Աստծուց մեկ բան խնդրենք, թող բրգե ամբողջ մարդկությունը, թող բրգե մարդկությունը չավեն ու չավիկեն, թող մեր բոլորին բահեցողության շրջանը ըլլա աղոթքի շրջան, խոսենք Հիսուսին հետ, սիրենք Հիսուսը և թող մեր կյանքը ըլլա Հիսուսին հետ, Հիսուսին համար և Հիսուսով, միշտ, ամեն։